Պիտի միանշանակ ասեմ, որ դրական կարծիքներ եմ լսում իմ մասին։ Ես ոչ մի դեպքում կոչ չեմ անում բռնությանը։ Յուրաքանչյուր մեկի համար էլ հեշտ է երեխային բաց թողել ու ասել ապրինես ոնց ուզում ես ու դրսևորվինես ոնց ուզում ես, բայց այդտեղ դու երբեք էլ երեխա չես ունենա։ Ով ունի շատ հետևորդ համացանցում, իրենց էլ ներգրավում են այդ սերիալում։ Իրա ընդամենը հայացքից հասկացա, որ այնքան է զղջում իր արածի համար, որ նույնիսկ իմ աչքերին չէր կարողանում նայել։ Իմ համար իրանք հասուն տղամարդիկ չեն։ Էլի իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է դերասան Կարեն Հովհաննիսյանը։ Ողջույն Կարեն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Շնորհակալ եմ, շատ լավ, շնորհակալություն, որ հրավերը չես մերժել եւ վերջապես մեր հանդիպումը կայացավ։ Ուրախ եմ շատ։ Կարեն, երևի սկսենք արդեն այժմյան քո զբաղվածությունից, նոր կանցնենք այլ թեմաներին։ Ինչով ես այս պահին զբաղված։ Այս պահին ճիշտ ասած ներկայացում ունեի, արդեն ավարտեցինք, հանձնեցինք, չգիտեմ առաջիկայում կունենանք թե չէ, ավելի շատ միջոցառումներով եմ այս պահին զբաղված։ Իսկ սերիալները։ Դեռ չէ, բայց հուսամ գոնե օգոստոսից կսկսեմ։ Ահա, այսինքն հիմա կարճատև ինչ որ դադար ես վերցրել սերիալի ոլորտ։ Հասկանալի է։ Կարեն, դժվար չի դերասանի համար համատեղել եւ թատրոնը եւ սերիալը, օրինակ ինչ որ բախում ունենում ես դու այդ արանքում, թե ոչ։ Իհարկե դժվար է, շատ դժվար է, որովհետեւ թատրոնում զբաղվածությունը շատ ավելի մեծ է ու դրա արդյունքում կամ մյուսն է դժում կամ մյուսը, այս պարագայում արդեն ներկայացումը ավարտեցինք մեծ հաշվով, ել չունենք այդ ժամանակի խնդիրը։ Դրա համար այս բանը ազատ եմ ու չի խանգարում։ Բայց ո՞րն է քեզ ավելի հոգի արազատ ես։ Երկուսն էլ։ Իրանք բավականին տարբեր էներգետիկաներ ունեն ու տարբեր մոտեցումներ։ Իհարկե մասնագիտությունը նույնն է, բայց թատրոնում ներկայանալու կերպն ու ձևն այլ։ Ավելի պատասխանատվությամբ ես մոտենում թատրոնին։ Երկուսին էլ միանշանակ պատասխանատվությամբ։ Չէ, այնտեղ ավելի կենթանիա, չէ՞, շփումը մեկ դուբլով է։ Թատրոնում ամեն դեպքում սխալվելու իրավունք չունես որպես այդպեսին, դե էկրան նկարահանումը միանշանակ այն ֆորմատն է, որ եթե ինչ որտեղ էլ նույնիսկ սխալվում ես, օքեյ, նորից կանենք։ Սա մի քիչ ավելի հանգիստ է քեզ պահում վիճակի մեջ, քան ներկայացումը, որտեղ այնտեղ նույնիսկ մի բառի տարբերությունը կարող է քեզ ուղղակի ներկայացումից sense տեմպից, ռիթմից ու վիճակից գցի։ Քանի որ մեր հաղորդումը կոմենտների մասին է, ես պարբերաբար պետք է մեջբերումներ կատարեմ կոմենտներից, որտեղ ես հանդիպել եմ, էլի։ Հիմա օրինակ, երբ որ կոմենտների դաշտ ուսումնասիրում էի, այն մարդիկ, ովքեր դիտել են քո ներկայացումը, որտեղ դու դերակատարում ես ունեցել, ասում են, որ պետք չի, որ դու քո կերպարը դարձնես սերիալային դերասան մի խոսքով։ Ասում են դու թատրոնում մնա, այս հարցին ինչպես կպատասխանես։ Նախ շնորհակալ եմ նման կարծիքների համար։ Չես կարող ուղղակի միայն թատրոնում լինել։ Սա պատասխան են մարդկանց, որոնք որ մեծագույն ցանկություն ունեն ինձ միայն բեմում տեսնելու, բայց դերասանի համար նաև գոյություն ունի կինո արտադրություն, էկրան, ամեն դեպքում նաև դու ուզում ես դրսևորվես այնտեղ։ Էլի եմ ասում թատրոնի էներգիան, թատրոնի կերպն ու ձևը լրիվ ուրիշ է, դու այնտեղ ուրիշ հոգեվիճակում ես լինում, ուրիշ ապրումներ ես ունենում, ուրիշ էներգիա ես ստանում դահլիճից։ Էկրանից դա չես ստանում, ավելի շատ այդ էկրանային վիճակի մեջ քեզ ճանաչողների պարագայում դու ստանում ես այդ էներգիան դրսում քեզ տեսնելուց կամ ինչ-որ միտեղ արձագանքից ելնելով, բայց ժողովուրդ, ես կլինեմ համ թատրոնում, համ կլինեմ էկրանում։ Սենց պատասխանեմ։ Շատ լավ։ Կարեն, դու կողքից ինչ-որ կարծիքներ լսել ես քո մասին։ Շատ։ Հետաքրքիր է ինչ կարծիքներ ես լսում։ Ես իրականում երևի իմ անձը ճանաչելով պիտի միանշանակ ասեմ, որ դրական կարծիքներ եմ լսում իմ մասին։ Իհարկե չես կարող ապրել այնց, որ բոլորի համար լավը լինես։ Չեմ կարծում, որ վատը արտահայտվողները կամ վատ մտածողները, որոնք որ քեզ չեն ընկալում, պիտի քո դիմաց կանգնեն ու շատ ուղիղ ասեն։ Չնայած դրան, որ չեմ էլ ֆիքսել, որ ինչ-որ մեկը տենց վատ բանի մասին ասի, կարող է իմ ընկերներից օրինակ իմ բնավորության ինչ-որ գծի մասին շատ ուղիղ ասեն, որպեսզի ես ինքս նաև վերլուծեմ, թե ինչու։ Սենց դեպքերի ականատես եղել եմ, բայց ինչ-որ անծանոթ մարդկանցից ինչ-որ վատ կարծիքներ բան չէ, այտենց չէ, ավելի կերպարային գուցեև շատ հանդիպած լինեմ, որ ասեն օրինակ ինչի է սենց հանում բան, դե ասում դա ընդամենը ֆիլմ է, սերիալ է, չգիտեմ, սա պետք չի անձնավորել,
Շատ մարդիկ տենց ապրում են ինչ-որ կերպարով, էլի, եսի։ Իսկ քո մուտքը երբ եղավ այս ասպարեզ, հա? Եթե չեմ սխալվում, բանակում հեռուստասերիալից ես սկսել։ Չէ, որոգայթից։ Որ ովելի 2007 թվականն էր։ 2007 թվականին քո մուտքը եղավ այս ասպարեզ։ Հետաքրքիր է, այն ժամանակ վստահ եմ այլ կերպ էին, չէ՞, ընդունում հայտնի մարդուն, քան հիմա, որովհետև հիմա ավելի հեշտ է։ Կարոտում ես այդ շրջանը։ Այդ շրջանը կարծում եմ ու նման դեբյուտը սկիզբը յուրաքանչյուր դերասանի համար, ով ընտրել է այս մասնագիտությունը, շատ կարևոր է, որովհետև նայած դու ոնց ես մուտք գործում, ոնց է հասարակությունը քեզ սկսում ճանաչել։ Երևի թե այս պարագայում 2007 թվականը շատ ավելի շահեկան թիվ էր յուրաքանչյուր մեկի համար ներկայանալու, որովհետև ֆիլմ արտադրությունը շատ քիչ էր։ Ու երևի թե առաջիններից էր հենց որոգայթը, որ մարդիկ սկսում էին դերասաններին ոչ թե թատրոնում, այլ նաև էկրանից տեսնել ու ճանաչել։ Մենք գիտենք, որ մեր հասարակության գոնե 30%-ն է գնում թատրոն, ոչ 100%-ը, եւ նույնիսկ էկրանի պարագայում, երբ որ հեռուստատեսությամբ տեսնում են դերասանին, նենց չի, որ 100%-ն է նայում։ Այստեղ էլ ինչ-որ տոկոսային հարաբերակցություն կա։ Բայց գոնե այդ թվականները այն շահեկան դիրքն էին ապահովում արտիստի դերասանի համար, ում շատ արագ էին ֆիքսում։ Հիմա մենք ունենք շատ ու շատ սերիալներ, ֆիլմեր ու տենց ինչ-որ բաներ, որոնք որ էկրանով ցույց են տալիս հեռուստատեսությամբ, բայց այնքան շատ է արդեն ամեն բան, որ կարող է նույնիսկ 100 անգամ տեսնես այդ նույն խաղացողին, ինչ-որ մի պրոյեկտի շրջանակներում ու չֆիքսես։ Իսկ այն ժամանակ ով կար այդ պահին, որտեղ ուրիշ ոչինչ չկար, միայն դա էր։ Այդտեղ ֆիքսում էին քեզ ամեն կերպ։ Այսինքն սա հենց շահեկան դիրքերի մասին է խոսում դերասանի համար, ում պիտի ճանաչեին։ Դու որ պահին հասկացար, որ հայտնի ես եւ ինչ զգացում ունեիր այդ պահին։ Իրականում մինչև վերջերս ես չէի համարում, որ ես տենց հայտնի եմ, տենց չգիտեմ, տենց ոնց կհասկանան, բայց ամեն դեպքում այս վերջերս սկսեցի մի քիչ վերլուծել, ասում եմ հետաքրքիր է, էլի, տենց յուրաքանչյուր երրորդը գոնե ֆիքսում է ինձ որպես դերասան, ասում եմ ես էլ եմ երևի հայտնի, կամ որ մարդիկ տենց շուտ գալիս են նկարվում են բան ինչ-որ, տենց ասում են լավ, սովորական տղա եմ, էլ ինչ-որ սա իմ մասնագիտությունն է, այն մյուսի մասնագիտությունը, այլը մարդ եմ ուղղակի, ոնց որ բոլորը։ Հետո հասկացա, որ չէ, ժողովուրդը ինձ ֆիքսել է, ժողովուրդը ինձ ճանաչում է, դա շատ հաճելի է, սիրում եմ մեր հասարակությանը ու երբեք չեմ ասում սերիալ նայողա կամ ֆիլմ նայողա, լուրջ ֆիլմ նայողա կամ եւ այլն։ Չէ, հասարակությունն է մեր, որը որ քեզ ֆիքսում է, ոնց դու կաս, ոնց ներկայանում ես։ Իրականում բավականին հաճելի երևույթ է ինքը։ Կա ինչ-որ դեր, որ երազանք է քեզ համար այդ դերը կերտել։ Թատրոնում ուսանող տարիներից միշտ մտածում էի, որ կխաղամ Ռիչարդ III Շեքսպիրի ու խաղացի։ Ինչ-որ տենց երազանքի կերպար որպես այդպեսին, ես երազանքներ որպես այդպեսին չունեմ ես։ Լավ, ինչ նշաձող ես դնում քո դիմաց, որ հասնես դրանց։ Ոչ թե կերպարային հիմա կխոսեմ, թե ինչ կերպարներ կխաղայի, այլ օրինակ մեծագույն ցանկություն ունեմ, շատ մեծ ցանկություն ունեմ ինչ-որ մի օր Ռոբերտ Դե Նիրոյի հետ ինչ-որ բան խաղամ։ Իմ համար ինքը տենց դերասանների դերասանն է, իհարկե էլի կան շատ ու շատ սիրած դերասաններ, բայց այն որ sense նույնիսկ փոքրիկ էպիզոդիկ ինչ-որ մի բան, որ Դե Նիրոյի հետ ես ինչ-որ կերպարում խաղամ։ Սա իմ համար նպատակների ինձ այդ նշաձողի ինչ-որ մասն է երևի։ Դե Աստված տա կատարվի։ Կարեն, արի հասկանանք, ինչքանով է հեշտ աշխատանքում լինել դերասան, տանը լինել հայր։ Այդ դերերի բաշխումը ինչպես է կատարվում քեզ մոտ։ Իրանք մեկը մյուսին չեն խանգարում։ Նա աշխատանքը, նա տունն է։ Այնտեղ քո դրսևորումը այլ է, մասնագիտական շրջանակի մեջ լրիվ այլ է, դու այնտեղ գնում ես աշխատում ես, ոնց որ հիմա դու ես աշխատում օրինակ, չէ՞։ Սա քո աշխատանքն է, նա էլ իմ աշխատանքն է։ Այնտեղ դու պիտի հասկանաս քո կերպարի բնավորությունը, կերպարի գիծը, ասելիքը, խոսքիդ ձևը, յուրաքանչյուր բան, այն ինչը որ քո մասնագիտության մեջ պահանջում է, որ դու կարողանաս դրսևորվես։ Իսկ տանը դու ես ոնց կաս։ Սրանք իրարից շատ ու շատ տարբեր բաներ են։ Ուղղակի մարդիկ կան, օրինակ դերերը չեն կարողանում բաշխել։ Օրինակի համար բերենք մանկավարժի, դպրոցում էլ է մանկավարժ, տանն էլ է փորձում դեռ մանկավարժ լինել ընտանիքում։ Իրականում սա հասկանալի երևույթ է, որովհետև ամեն դեպքում մասնագիտությունը իր ազդեցությունն ունենում է։ Բայց այստեղ մի քիչ ավելի ինքդ քո հանդեպ վերաբերմունքի ձևը պիտի ուրիշ լինի։ Դու պիտի կարողանաս ամեն կերպ քեզ կառավարես, չտրվես կերպարին եւ կերպարով դրսևորվես մի ուրիշ տեղ։ Չէ, սա էլ եմ ասում, աշխատանքն է, որտեղից դու դուրս եկար, դու պիտի մոռանաս դրա մասին, քո դրսևորումների ու ձևի մեջ։
Տանը պիտի լինես, իրականում յուրաքանչյուր մարդ կարծում եմ տանը պիտի լինի այնպես, ինչպես որ ինքը կա իր էությամբ։ Ըստ կոմենտների, մեր հասարակությունը կարծում է, որ դու, այսպես ասած, բոբո ձյաձյա ես տանը։ Չէ, ուղղակի ես ուզում եմ իմ երեխան կեղտոտ միջավայրում չմեծանա։ Ես չեմ ուզում իմ երեխան չհասկանա ով է իր ծնողը, ես չեմ ուզում իմ երեխան ունենա վատ ընկերներ, ես չեմ ուզում իմ երեխան սովորի վատ երևույթներ, որոնք որ շատ ու շատ մարդկանց համար նորմալի սահմաններում է, չէ։ Ես կարող եմ իմ արտահայտչած ձևի մեջ մի քիչ կոպիտ արտահայտվեմ, բայց խելացի մարդիկ, գոնե խելացի մարդիկ հասկանում են, թե ես ինչ նկատի ունեմ։ Սա իմ իրավունքն է խոսելու, ոնց ուզեմ նրանց կարտահայտվեմ եւ որևէ մեկին չեմ պարտադրում որևէ բան։ Ես մտածում եմ, որ պիտի ամեն դեպքում ընտանիքը լինի ամենակարևոր ու երեխան հատկապես որ դա քո սերունդն է, պիտի սերի են կարևոր ու օգտակար բաները ծնողից, որ վաղը իր համար ուղղակի ապրելը հեշտ լինի։ Յուրաքանչյուր մեկի համար էլ հեշտ է երեխային բաց թողել ու ասել ապրին ես ոնց ուզում ես ու դրսևորվին ես ոնց ուզում ես, բայց այդտենց դու երբեք էլ երեխա չես ունենա։ Կարեն վերջերս հարցազրույցի մասնակցեցիր, որից հետո վատ ալիք եկավ դեպի քեզ։ Հետաքրքիր է դու սպասում էիր այդ ալիքին վատ, արտահայտվելուց այդ պահին մտածել էիր, որ հասարակությունը քեզ կհոշոտի, այսպես ասած, եւ ընթացքում ինչ պատմություններ տեղի ունեցավ։ Իրականում որևէ կերպ չեմ արձագանքել որևէ մեկի կոմենտին կամ գրածին, որովհետեւ իմ համար կոմենտ գրելը այդ հատկապես տղամարդկանց կողմից այդ էլի կոպիտ չասեմ, որ բան չլինի, բայց հասկացան գոնե այն մարդիկ, որոնք որ նայում ես հասուն տղամարդը կոմենտ է գրում էլի։ Չէ, տղամարդու դրսևորումը մի քիչ ուրիշ տեղ պիտի լինի, ոչ այդ սոցհարթակներում, որտեղ հետո նաև կորում է ինքը էլի, որ իրան որևէ բան չասես։ Չէ, սպասում իրականում, բայց եթե նույնիսկ եղել է, ես որևէ կերպ չեմ արձագանքել վատ կոմենտներին, սա իրանց կարծիքն է, իրանք թող դրսևորվեն իրանց կյանքում նենց ոնց ուզում են, իրանք թող իրանց երեխային դասերակեն նենց ոնց ուզում են, չեմ քննադատում որևէ մեկին։ Ես իմ երեխային դասիրակում եմ նենց, որ ես իմ երեխայի վայելքը զգամ եւ իմ երեխայի սերը վայելեմ։ Ես ոչ մի դեպքում կոչ չեմ անում բռնությանը։ Ես ասում եմ երբեմն լինում են դեպքեր, որ պիտի նույնիսկ մի քիչ կոպիտ լինես, նույնիսկ քո հայացքով, նույնիսկ չգիտեմ, որևէ մեկի թաթիկին խփելը ինչ որ սարսափելի երևույթ չի։ Ասում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, թող որևէ մեկը չմտածի, որ սա իր մասին է, սա իմ մասին է։ Նա էլ է իմ մասին եղել։ Հասկացաք։ Հրաշալի է ամեն ինչ, ես չեմ նեղվում այդ տեսակ կոմենտ գրողներից, ուղղակի նեղվում եմ, որ մեր հասարակության մեջ կան պայմանական հասուն տղամարդիկ, որոնք կոմենտներով են ապրում։ Իմ համար իրանք հասուն տղամարդիկ չեն։ Էլի իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարեն, հետաքրքիր է, դու շատ գիտակցված ես մոտենում այս քննադատություններին, բայց չես կարծում, որ ընտանիքիդ վրա անդրադառնում այս խոսակցությունները, կնոջը, ծնողներիդ, օրինակ, չգիտեմ։ Չէ, որովհետև իմ ընտանիքի անդամները հատկապես ու ինչ շրջապատող մարդիկ, որակով մարդիկ են իդեպ, շատ լավ հասկանում են ինձ ու որևէ կերպ սա չի դրսևորվում վատ առումով ինչ շրջապատող մարդկանց վրա։ Իրանք նաև կիսում են իմ կարծիքը, ճիշտ է, էլի են ասում, որ կարելի ուրիշ կերպ արտահայտվեիր իրականում ավելի մեղմ ու փափուկ, բայց ես այտենց եմ ուզում արտահայտվեմ։ Ով հասկանում է, թող հասկանա, ով ասել, որ ես պիտի ուրիշի ականջը գոհացնելու համար իմ խոսքի ձևը փոխեմ, նենց որ ինչ որ մի հատ պլաստմասից մեկի ականջը գոհացնեմ։ Չէ, չեմ ուզում։ Դու չես վախենում, որ կարող է քո արտահայտած միտքը հետևորդների մի զանգված կորցնի, հա, դու նման բաներ չես վախենում։ Հետևորդներ։ Գիտես ինչ տիպի հետաքրքիր չի հետևորդների քանակ կորցնելը։ Ով ինձ ընկալում եւ հասկանում է, իմ համար քանակի մեջ չի իրականում որակը։ Ես ունեմ քիչ ընկերներ, բայց այնքան որակով ընկերներ, որոնք որ հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց տեղ են լրացնում։ Ինձ պետք չեն այդ հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ, որոնք պիտի ինձ համար որակ չապահովեն, ուղղակի քանակ լինեն։ Չէ, ես երբեք քանակով չեմ առաջնորդվել։ Իսկ այն հետևորդները, որոնք որ ինչ որ սոցիալական հարթակներում ինձ հետևում են, իրենց շատ շնորհակալ եմ, որ ինձ հետևում են։ Ես пассив եմ, ես շատ ինչ որ նյութեր չեմ գցում, ինչ որ իմ առօրյան չեմ կիսում մեծ հաշվով հասարակության հետ։ Այն ինչ որ երբեմն գցում եմ, իրանք դրա հետ հաշտ են եւ գոհ են։ Հիմա ով ինձ կհետևի, շնորհակալ եմ, ով չէ։ Խնդրեմ։
Հարցազրույցից հետո մարդկանց մի զանգված կնոջդ էին հորդորում, որ լքի քեզ քանի շուտ է։ Իմ կինը իրականում շատ ամուր իմ կողքին կանգնեց ու ինքը մի քիչ պատասխանում էր կոմենտներով ինչ որ մարդկանց ու նույնիսկ ընկերներս։ Եկանք իմ ասացի, որ ամեն դեպքում անդրադարձ եղել է։ Ոչ իմ կողմից։ Ինքը եւ իմ ընկերները բավականին լուրջ վերաբերվեցին այդ ամեն ինչին ու հատկապես այդ էլի եմ ասում պայմանական հասուն տղամարդկանց կողմից գրված կոմենտների շուրջ ծավալվեցին ու ասացին տղա ենք, եկեք հələ մի հատ իրար տեսնենք, հասկանանք, օրինակ ինչի ես տենց մտածում։ Ոչ ասում ենք կռիվ անենք, ոչ էլ։ Ուղղակի տեսնենք ինչի ես դու տենց մտածում եւ ինչ էր ուզում ասել մեր այս անուշ աղբերը, օրինակ։ Հələ եկեք մի հատ հասկանանք։ Չէ, իրականում նույնիսկ այն տղամարդիկ, որոնք որ կոմենտ էին գրել, իրանք փախան ուղղակի։ Լավ, ինչի՞ց ես փախնում, եթե դու պիտի տենց անես։ Այդ նույնն է, ոնց որ գնաս կռիվ, բայց փախնես։ Գնաս ինչ որ ծառի տակ, քարի տակ թաքնվես ու օրինակ ոչինչ չանես։ Կռիվ գնալու իմաստը ո՞րն է, այ տղա ջան, օրինակ։ Ահա։ Եթե ես չեմ սխալվում, նույնիսկ ոստիկանություն են, չէ՞, դիմել այդ հարցազրույցից հետո։ Հա, բայց գոնե ոստիկանությունում adekvat մարդիկ կան ու հասկացել են, որ այդ դիմողները այդպես շուտ տգետի սահմանի պիկն են հատել արդեն, ինչ ոստիկանություն, ինչ եմ արել։ Ընթացք չի տրվել։ Չէ, իհարկե չէ։ Բայց նույնիսկ ուզում էի լինել ոստիկանության կողմից արձագանք, որ հասկանայի, օրինակ, հələ եկեք նստենք մի հատ sense խոսենք, էլի։ Պարզաբանում։ Հա, էլի հասկանանք ինչ եմ արել, էլի։ Կարեն, իսկ նման դեպքերում երբևիցե այս վատ ալիքներ, ինչ որ եղել է, որ դու այնքան վատ հոգեվիճակում լինես, ոչ միայն պատասխանես, այլ նաև մասնագետի դիմես, որ այդ հոգեվիճակից դուրս գաս։ Չէ, իհարկե չէ։ Ես ինքս ինձ հետ հաշտ եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, ես գիտեմ ինչ եմ մտածում, ինչ եմ զգում։ Ինչ խնդիր, ինչ որ մի քանի մարդկանց վատ արձագանքից կամ կոմենտից ես որ ընկնեմ ինչ որ վիճակի մեջ որ ունենամ օգնության կարիք, չէ։ Ես բավականին ուժեղ եմ այդ առումով։ Քո թույլտվությամբ, քանի որ այս ամենի մասին խոսեցինք, ես ուզում եմ մեր հետևորդներին տեղեկացնել, որ բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ ստեղծել է Meet քարտակը, որտեղ ոլորտի մասնագետները արդեն մեկ տեղում են եւ կարող եք դիմել իրենց, խորհրդատվություն վերցնել, վստահ լինելով, որ ապահով ձեռքերում եք լինելու։ Վախեր, տագնապներ, կպչուր մտքեր, որոնք հանգարում են լիարժեք ապրել։ Սիրան եւ այլ կախվածություններ, որոնք թույլ չեն տալիս առաջ շարժվել։ Ինքնագնահատականի խնդիրներ, միջանցնային կոնֆլիկտներ, որոնք բացառում են առողջ եւ կայուն հարաբերությունները։ Տրավմաներ, որոնք շարունակում են մնալ չհաղթահարված։ Բոլորս կյանքի որևէ փուլում բախվում ենք այս խնդիրներին։ Սրանք հաճախ անլուծելի են թվում վստահելի մասնագետ չգտնելու պատճառով։ Հենց այս խնդիրը լուծելու համար է ստեղծվել Meet քարտակը, որը նախաձեռնել է բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ։ Meet քարտակի օգնությամբ մարդիկ կարող են գտնել հոգեբանական ոլորտի լավագույն մասնագետներին, առցանց գրանցվել եւ այցելել խորհրդատվության, համոզված լինելով, որ իրենց առողջությունը վստահում են ոլորտի պրոֆեսիոնալներին։ Այժմ դու գիտես ինչպես հոգ տանել էմոցիոնալ դաշտիդ մասին, ունենալով կյանքի բարձր եւ կայուն որակ։ Ես կոմենտները առանձնացրել եմ իհարկե, բայց գիտես ինչն է հետաքրքիր, շատ վատ կոմենտի եղել է, որ հանդիպել ես եւ այդ կոմենտը քո վրա ինչ որ մեծ տպավորություն է թողել։ Անկեղծ լինեմ, հիմա նույնիսկ ոչ մի բառ ու տար չեմ հիշում այդ կոմենտներից, թե ով ինչ էր գրել։ Նույնիսկ արդեն մոռացել եմ այն մարդկանց, որոնց ֆիքսել էի, որ ինչ որ մի օր փողոցում տեսնեմ, ուղղակի ասելու էի արի մի հատ աչքերիս մեջ նայի։ Չէ, ինչ-որ ազդեցություն որպես այդպես, եթե թողեր ազդեցություն ինչ-որ կոմենտին վրա, ես պարտադիր դրան արձագանք կունենայի, բայց քանի որ չեմ ուզում հավասարվեմ այն մակարդակին եւ այն հարթությանը, որտեղ իրանք են գտնվում այդ գրելու, չէ, էլի։ Ինչ որ մի օր եղել է դեպք, երբ որ ես անձամբ տեսել եմ ինչ որ մեկին ու ինչ որ մեկը ինքը իմ համար, ով նույն տարածքում ա եղել, որտեղ ես ու այդ կոմենտ գրողներից էր։ Ու ես իր ընդամենը հայացքից հասկացա, որ այնքան է զղջում իր արածի համար, որ նույնիսկ իմ աչքերին չէր կարողանում նայել։ Էլ ոչ մի բառ չունեի ասելու այդ մարդուն։ Ուղղակի ես զգում եի անդադար, որ ինքը փախցնում է իր հայացքը։ Բայց եթե պիտի դու գրես ու հետո փախցնես հայացքը, դու չուզենաս ինձ տեսնես, որովհետև չգիտես ինչ պիտի պատասխանես ինձ, իմաստը քո արածի։ Իսկ այդ հաղորդումից հետո, այդ սկանդալային ամեն ինչից հետո եղել է, որ գործնական առաջարկներդ բացարձակ, նույնիսկ ասեմ հակառակը։ Շատ ու շատ դեպքերում
հակառակին եմ ականատես եղել, որ մարդիկ ասել են քո հաղորդումը նայելուց հետո մենք որոշել ենք, որ դու պիտի մեր միջոցառումը վարես եւ կազմակերպես։ Ես բավականին շոյված ու լիացած էի իրականում այս տեսակ վերաբերմունքից։ Կարեն, մի հարց եմ ուզում տալ, քանի որ խոսեցինք հետևորդներից եւ դու ասացիր, որ բացարձակ հետաքրքրված չէ, չէ՞, հետևորդների քանակը ինչքան կլինի, կավելանա, կքչանա։ Ճիշտ է, որ այս պահին սերիալ արտադրությունը այս տեմպով է աշխատում, ով ունի շատ հետևորդ համացանցում, իրենց էլ ներգրավում են այդ սերիալում։ Չգիտեմ։ Ես ինքս չեմ հետաքրքրվում նման վիճակներով, թե ոնց են ընտրում առհասարակ դերասաններին կամ ոչ դերասաններին, ովքեր ունեն շատ հետևորդներ, ինձ դա բացարձակ հետաքրքիր չի։ Ինձ համար հետաքրքիր է այն, թե ես ում հետ պիտի խաղամ։ Տես, դու կրթություն ստացած դերասան ես, չէ՞, ամեն դեպքում մեծ հետևորդներ ունես։ Հիմա հետաքրքիր է, տես, դերասանակը կրթություն չունեցող մարդը, բայց ով ունի բավականին շատ հետևորդներ Instagram-յան հարթակում կամ TikTok հարթակում, կապ չունի, բերում են եւ ձեր հետ նույն հարթության վրա պետք է խաղալ։ Այ դերասանի համար ինչ վիրավորական է դա, տհաճ է, ինչն է։ Չէ, իրականում շատ կարևոր է այդ ինստիտուտը անցնելը, մասնագիտությունը ձեռք բերելը, սրա բոլոր ելքերին ծանոթ լինելը, ճկուն լինելը, կիրթ լինելը, յուրաքանչյուր այս նշածս բոլոր ֆակտորները ու sense կարող եմ sense հարյուրավոր նշել ու թվել, թե ինչքան կարևոր է այդ ինստիտուտում սովորելը, թատերական ինստիտուտում ու անցնել այդ դպրոցը։ Իսկապես դերասանի համար դժվար է խաղալ ոչ դերասանի հետ, որովհետև բայց նաև չենք բացառում, որ կան չսովորած դերասաններ, որոնք լավ դրսևորում ունեն այդ ոլորտում, բայց միևնույն է, ինչ որ մի պահի, ինչ որ մի կետում զգացվում է, որ ինքը չի անցել այդ դպրոցը։ Իրականում բավականին բարդ է խաղալ կրթություն չստացած քեզ հետ խաղացողի հետ, դերասան չասեմ, քեզ հետ խաղացողի հետ։ Ինչի, որովհետև երբ որ դու տրամադրվում ես, դու գիտես քո անելիքը, դու կենտրոնանում ես քո կերպարի վրա, ու ինչ որ մեկի մոտ դա չի ստացվում նույնիսկ 100-րդ անգամ, բայց քանի որ ինքը կա, պիտի 101-րդ անգամով ստացվածը վերցնեն որպես կադր եւ սարքեն սա որպես պրոդուկտ։ Բայց թե կադրի այն կողմում արդեն դերասանը, որը որ կես մարդ է դարձել իր տրամադրվածության մեջ եւ սпасելով մինչեւ ինչ որ մեկը կկարողանա, կերպարը իր հասկանա, կերպարել չէ։ Դու հասկանում ես, այստեղ ինչքան դժվար է դերասանի համար, որ ինքը հետո էլ պիտի խաղա, չէ՞։ Արդեն էս ներվը, էս հոգնածությունը, հա, այսինքն ինքը քեզ խժռում է, ինչա իր մոտ ստացվի ընդամենը 3 վայրկյանանոց մի տեսարան։ Օրինակ, սա իմ համար օրինաչափ չի եւ ճիշտ չի։ Հիմա թող ֆիլմ արտադրողները, սերիալ արտադրողները, չգիտեմ, ոնց կվերաբերվեն իմ ասելիքին, բայց սա ճիշտ չի, ժողովուրդ։ Շատ ու շատ տաղանդավոր դերասաններ ունենք դաշտում։ Ընտրեք եւ ունեցեք հրաշալի պրոդուկտ։ Բոլորը իհարկե գիտեն, հասարակության մեծ մասը մեր թուրքական սերիալներ են նայում, որովհետեւ մարդիկ որակով արտադրանք են տալիս, նաեւ նպաստում են туриզմի զարգացմանը։ Իրենց բոլոր տեսարժան վայրերում են նկարահանում, ինչ որ հետաքրքիր բան են ստանում այդ ամենից։ Դու ոնց կուզեիր լինել մեր հայկական սերիալ արտադրությունը, որպիսի մենք աճ գրանցենք եւ ի վերջո մենք էլ մտնենք այնպիսի շուկա, որ հիմա թուրքական սերիալներն են։ Օրինակ թուրքական սերիալները բավականին լուրջ ֆինանսավորվում են պետության կողմից, որպեսզի այո, եւ դրա արդյունքում նաեւ ներկայացնում են իրենց պատմամշակութային ճակերտներում, ասեմ, ունեցածը, որոնց մեջ դեռ շատ հայկական։ Այո, դրա համար եմ ասում ճակերտներում պետությունը ամեն բան անում է, որպեսզի իր երկիրը ավելի ճանաչելի դարձնի յուրաքանչյուրի համար եւ լսողի ու տեսնողի համար ամեն դեպքում սովորեցնի, որ սա թուրքական է, ոչ թե օրինակ սա հայկական։ Այո։ Օրինակ մենք երբեք ու երբեք չենք անում դա, այսինքն պետությունը չի անում դա։ Պետության համար միևնույն է ֆիլմ արտադրությունը։ Պետությունը կարող է 3 տարին մեկ, չգիտեմ, ինչ որ X գումար տրամադրի մի հատ ֆիլմի համար, որը որ ընդհանրապես 3 դիտում է ունենում կամ 100 դիտում է ունենում կինոթատրոնում են, ու վсё։ Վերջ։ Սրանով սահմանափակվում է։ Իսկ այլ պետությունները, որոնք ուզում են իրենց պետությունը, իրենց երկիրը ցույց տան հասարակությանը, ուտես, նաև գրավել են հայերին, որ հայերը նայում են հիմա թուրքական սերիալներ։ Դա շատ վատ է։ Այստեղ ել եմ ասում, պետությունը պիտի լինի այս ամենի գլխին կանգնած, պիտի հովանավոր լինի, պիտի շատ գումար տրամադրի, որպեսզի կարողանա երկրի, հայրենիքի ու հայ մարդու կերպարը ցույց տա ամբողջ աշխարհին։ Ու ոչ միայն հայերենով, այլ նաև պիտի սա ունենա թարգմանություններ եւ այլ պետություններում ցուցադրվի։ Մի խոսքով հուսանք մի օր կհասնենք այդ ամենին։ Երևի այս պահին անցնենք կոմենտներին, եթե դեմ չես։ Անցնենք։
Կարեն, կանաչ միջավայրին ինչպես ես նայում, հատկապես հիմա, որ քաղաքը այսպիսի վիճակում է աղտոտված։ Շատ լավ եմ նայում կանաչ միջավայրին, ես ինքս էլ ապրում եմ սեփական տանը ու իմ միջավայրը ստեղծում եմ հենց կանաչի ու կանաչի մեջ։ Այսինքն ինչքան շատ լինենք կանաչի մեջ բնության հետ, ինչքան շատ շփվենք բնության հետ, այդքան մենք կլինենք մեր հողին կպած ու ամուր։ Եվ առողջ կարևոր։ Ամենակարևորը։ Ես ուզում եմ տեղեկացնել քեզ եւ մեր հետևորդներին, որ մեր գործընկերն է Էկովիլ արևային ընկերությունը, որը արդեն 10 տարի է շուկայում է եւ գործում են ոչ միայն Հայաստանում, այլև Շվեյցարիայում եւ Վրաստանում։ Իդեպ Էկովիլը նոր թվային ապրանք է ստեղծել, որ տանը նստած մարդիկ կարող են գումար վաստակել։ Հետաքրքրեց ոնց։ Տեսնենք։ Ես հորդորում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են գումար վաստակել, մտնել Էկովիլի պաշտոնական էջը եւ կարդալ, թե ինչ պայմաններում կարող են գումար վաստակել։ Երբևէ պատկերացրել եք, որ կարող եք գումար աշխատել ուղղակի խորհուրդ տալով։ Էկովիլի նոր ուղղորդման ծրագիրը հնարավորություն է տալիս հրավիրել ընկերներին տեղադրել արևային համակարգեր եւ վաստակել գումար յուրաքանչյուր հաջողված նախագծի համար։ Ինչպես է այն աշխատում։ Գրանցվեք Էկովիլ հավելվածում, լրացնելով ձեր անձնական տվյալները։ Օգնեք ձեր ընկերներին խնայել անցնելով էկոլոգիապես մաքուր էներգիայի։ Յուրաքանչյուր հաջողված ուղղորդման դեպքում դուք ստանում եք դրամական պարգևավճար եւ էկոքոին բոնուսներ։ Ավելի շատ ընկերներ, ավելի մեծ եկամուտ։ Էկովիլ ընկերությունը ունենալով 10 տարվա փորձ արևային ոլորտում առաջարկում է միայն բարձրորակ արևային կայաններ առաջատար ապրանքանիշներից։ Մենք ստեղծում ենք արդյունավետ լուծումներ, որոնք երկար տարիներ ապահովում են համակարգերի կայուն արտադրողականությունը։ Խորհուրդ տալով Էկովիլ դուք առաջարկում եք բարձրակարգ տեխնոլոգիաներ, ֆինանսապես արդարացված ներդրում եւ կայուն ապագա։ Կիսվիր արևի ուժով, աշխատիր տանից եւ վաստակիր գումար, պարզապես խորհուրդ տալով։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Գարեջրի սիրահար ես դու։ Նենց համեղ ուտեստների, ծովամթերք, սթեյք։ Չէ, ավելի շատ ծովամթերքից ես ձուկ եմ սիրում, քան մնացած այլ բաները։ Բայց գարեջուր երբեմն հա ընկերներով տենց ունենում ենք այդ փարթին։ Ահա, երբ որ ուզենաք գարեջուր փարթի անել, ես առաջարկում այցելեք մեր գործընկերոջ մոտ, Մաշտոցի պողոտայում է գտնվում, Մաշտոցի 20 կոտորակ 1 հասյուն The Garden ռեստորանը, որտեղ վստահեցնում եմ ֆանտաստիկ համեղ խորտիկներ նախ կփորձեք, հետո էլ շատ համեղ գարեջուր կմտեք։ Սիրով։ Եվ ուզում եմ մեր գլխավոր գործընկերոջը ծանոթացնել Grohe մասնագիտացված խանութ սրահին, որի գործընկերը United Technical Service-ն է։ Grohe-ն պրեմիում դասի գերմանական սանտեխնիկա է, որը գտնվում է Դավիթ անհախտ 9 հասցեում։ Նաև գործարկվել է shop.grohe.am կայքը, որտեղից կարող եք վայրկյանների ընթացքում գնումներ կատարել եւ 24 ժամվա ընթացքում ստանալ ձեր տանը։ Այսքան բան։ Շատ լավ, ես հիմա վերանորոգման փուլում եմ ու կարծում եմ կօգտվեմ։ Հա, ֆանտաստիկ, վստահեցնում եմ, որ գող կմնաս։ Հայաստանում միակ ու առաջին Grohe առցանց խանութն արդեն գործարկվել է։ shop.grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Կարեն, սկսենք առաջին կոմենտը։ Խնդրեմ։ Եթե ձեզ հարգում եք, մի նկարահանվեք էժանագին սերիալներում։ Թողեք այդ ես որոշեմ։ Ես ինձ շատ եմ հարգում ու սիրում, մնացած որոշումները ինքս եմ կայացնում, շնորհակալ եմ կարծիքի համար։ Հիմա տես ասում են, ոչ Կարենն ա մի բան, ոչ էլ Մանեն, սովորական մարդիկ են, ոնց որ բոլորը, թե ինչ են իրենց ցուցադրում չես հասկանում, ումա հետաքրքիր։ Տեսեք, երբ որ ասում եմ ոչ նա է մի բան, ոչ նա է մի բան, սովորական մարդիկ են։ Այսինքն այդ գրողն էլ բնականաբար սովորական մարդ է, չէ՞ որ գրել է, այսինքն ոչ էլ ինքն է մի բան էլի, այսինքն եթե դու մեզ քեզ հավասար ես կարգում, խնդրեմ։ Լիլիթ Առաքելյանն է։ Ուրեմն այսպես, իդեպ մի բան հարցնեմ, այլ հարցա, որ քեզ ահա ինչ որ բան են ասում, հասարակությունը քեզ է վիրավորում, այլ բան է, երբ որ ընտանիքիդ են կապվում, այդ դա ոնց ես վերաբերվում դրան։ Սա չի կարելի սահմաններում, որովհետև եթե իմ անձի շուրջ է ինչ-որ մի բան, եկեք իմ անձի հետ զրուցենք, եկեք իմ հետ հասկանանք խնդիրը, հարցը, խնդրեմը, եթե կա այդտեղ ինչ-որ մի հատ անհանգստացնող բան, բայց իմ ընտանիքը կապ չունի այս ամենի հետ։
Հիմա տես ասում են ապշած եմ Կարեն Հովհաննիսյանի ընտրությունից։ Նկատի ունեն կնոջդ։ Ինչ կպատասխանես նրանց։ Ես էլ եմ ապշած, որ այսքան հրաշալի ու ճիշտ ընտրություն եմ արել, շնորհակալություն։ Կերակ, լրիվ Ուրեմն այսպես, լեկցիա է էլի գրված։ Եթե նորմալ երկրում ապրեինք, այս հաղորդումից հետո կզրկվեիք ձեր երեխաների խնամակալության իրավունքից եւ դա ուղղակի հրաշալի կլիներ։ Շատ ցավում եմ ձեր տան բոլոր անդամների համար, որ դիմանում են ձեզ։ Հուսով եմ երեխաները ինչ որ պահի կհասկանան ամեն ինչ ու կապը ձեզ հետ ամբողջովին կկտրեն։ Հա, ու չգիտեմ դուք ով եք, ինչու եք հայտնի, բայց դրա համար եմ շատ ցավում, որ հերիք չի դուք եք էսպիսին մի հատ էլ ձեզ հարթակատրվում քարոզել այս հիվանդ աշխարհայացքը։ Դե ինչ ասեմ, թող գնա իր յուղի մեջ տապակվի։ Էլ եմ ասում, եթե պիտի ինձ բռնեն ու ինձ, չգիտեմ, քարկոծեն, ինձ հալածեն, խնդրեմ, բայց էլ եմ ասում, ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուր մեկը, ով չի ընկալել ու չի հասկացել իմ ասելիքը եւ իր իրավունքն է ուրիշ կերպ մտածելու եւ իր երեխային դասերակելու, չեմ ցանկանում, բայց հուսամ մի օր այս ամենի ապտակը կստանա։ Հիմա հաջորդ կոմենտը։ Հուսամ ձեր երեխան մեծանալով կհասկանա, որ հենց դուք եք իր կյանքի խանգարողը եւ կջնջի իր կյանքից ձեզ։ Ես շատ եմ ցավում, որ տեսնում եմ, թե ինչպես են իրենց պահում կոմպլեքսավորված անձինք եւ դժվարացնում ու դժոխք են սարքում իր ընտանիքի եւ շրջապատի կյանքը։ Իմ երեխան այս պահին 3 տարեկան է ու մի փոքր անց։ Այս նույնիսկ այս փոքր տարիքից սկսած մենք ունենք այն տեսակ փոխհարաբերություններ, որ մենք վարքյան առաջ ուզում ենք վազենք ու իրար գրկենք։ Սա իմ պատասխանն է յուրաքանչյուր այս տեսակ մարդուն, ով իմ մասին ունի այդ կարծիքը։ Ես պաշտում եմ իմ երեխային եւ հակառակը ստանում եմ իմ փոքրիկից։ Եվ այնպես դաստիարակություն եմ տալիս, որ ոչ թե իրան չեմ ասում չի կարելի, այլ բացատրում եմ ինչու չի կարելի եւ հաջորդ օրը իրանից ստանում եմ պատասխանը՝ պապ, այս սրա համար չի կարելի, չէ՞ անել։ Ինքը հասկանում է։ Ես կվայելեմ իմ երեխային, իմ երեխան իր հորը ու ծնողներին, իսկ մնացածի դասերակցության ձևի ու կարգի մասին չեմ մտածում, յուրաքանչյուր մարդ պիտի ամեն դեպքում գիտակցի, թե ինքը իր երեխային եւ հակառակը ինչ վայելք պիտի ունենա։ Ես սիրում եմ իմ ընտանիքը, իմ երեխային եւ մենք կունենանք հրաշալի կյանք։ Սա պատասխան բոլոր այն մարդկանց, որոնք մտածում են, որ կարելի է ինձ զրկել որևէ բանից։ Դուք ձեզ զրկեք ուղղակի ձեր մտքից։ Այսքան բան։ Վերջին կոմենտը Կարեն։ Եթե մարդկանց մեծամասնությունը գոնե այս տղայի նման մտածեին, հնարավորինս դեռիվ ուրիշ երկիր կունենայինք լավ առումով։ Ես համաձայն եմ։ Չեմ ուզում շատ մանրանամ ինչու, բայց գոնե ինձ հասկացող մարդիկ ու իրանք իրանց հասկացող մարդիկ, որոնք ելի եմ ասում ունեն ընտանիքի կարևորությունը, իրանց ներսում ունեն իրանց հայրենիքի կարևորությունը, իրանց ծնողի հանդեպ վերաբերմունքը, իրանց տան ու սենց բաները, եթե քո համար դնում ես առաջնային տեղում, դու երբեք չես մտածում պատերազմի պարտության, վատ հասարակության, վատ դրսևորումների, փողոցում պիղծ ու լկտի դրսևորումների երեխաների կողմից, մի շատ կարևոր բան, որը որ ներմուծվել է մեր երկիր, թմրանյութեր դպրոցներում ու ոչ միայն դպրոցներում, փողոցներում, յուրաքանչյուր 10 մետրի վրա տեսնում ես ինչ-որ մեկը շան նման հոտոտելով ման է գալիս։ Դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Սա է այդ հասարակությունը, որ այդ չի կարելի լինելի սահմանները թողել ազատ, որ երեխային չի կարելի ասել չի կարելի։ Եվ սեր չենք ճանաչում։ Հա, եւ այո, նաեւ դա։ Հիմա սա է ճիշտ դրսևորումը ու հասարակությունը առողջ, որ ելի եմ ասում, յուրաքանչյուր 10 մետրի վրա դուրս եկեք, տեսեք ինչ որ մեկը ասում եմ շան նման հոտոտում է, որ մանգա դա։ Եվ հիմա դու ռիսկ չես անում երեխուդ այնքան հանգիստ թողես գնա դպրոց, որ փողոցում չգիտես ինչ կլինի, ճանապարհին ինչ կլինի, դպրոցում ինչ կլինի, դպրոցում էլ չգիտես, համ երեխաներն են վաճառում դա, համ մեծերը, էլ չես հասկանում, ուսուցիչն է, աշակերտն է, պահակն է ու չգիտեմ ով է։ Այսինքն այս պիղծ միջավայրը համարում են նորմալ եւ ժամանակակից։ Գուցե ես հին թվամ բոլորի աչքին եւ իմ նման մտածող մարդիկ, բայց ես ուզում եմ իմ երեխան ապահով եւ առողջ մեծանա։ Կարեն, վերջում վրթովեցիր։ Ես որոշել էի, որ լավ նոտայով պետք է։ Մենք լավ նոտայով ենք ավարտել։ Վերջում լավ կոմենտ կարդացի, որ լավ վերջացնենք, բայց ավելի վրթովեցիր, քան որ քեզ վիրավորում էի։ Չէ, ես դա վիրավորանք չեմ համարում, ելի եմ ասում, թող գնա յուրաքանչյուրը իր յուղի մեջ տապակվի։
Կարեն, եւս մեկ անգամ շնորհակալություն, հուսամ մենք քեզ չնեղացրեցինք, հուսամ վատ էներգիայով չես դուրս գայ ստուդիայից։ Հուսամ մենք ելի կհանդիպենք, քեզ օրվա լավ շարունակություն։ Ես էլ ուզում եմ հիշեցնել, որ մեր գլխավոր գործընկերն է Grohe մասնագիտացված խանութսրահը, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։